Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լքված Կիլիկիա, երբ Ֆրանսան դավաճանեց իր հայ պաշտպանյալներուն, Արմենակ Աբրահամյան, Ֆինլանդա եւ Միսկի խումբի ժառանգությունը, Եվրոպական դիվանագիտության փորձակարը Կովկասի մեջ, Արմենակ Աբրահամյան, 102 տարեկանին կյանքեն հեռացած է Շարլ Ազնավուրի քույրը, Ադրբեջանի գոմե Արցախի բռնազավթման հետևանքով մեր ծորերի մատակարարման 20/100-ը գործընծուցինք, Արթուր Խաչատրյան, օժանդակենք Լիբանանահայության, Նելսոն Ստեփանյանի նվիրված ֆիլմի մրցանակը արժանացած է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին մեջ, հայկական լավաշը եւ թրքական սիմիտը աշխարհի 50 լավագույն հարցերու ցանկին մեջ, Ստեփանագերդի ռուսական դրամատիկական թատրոնը կփանա իր նոր թատերաշրջանը։ Մեկ տար անց Անկորայի համաձայնագրի ստվերը թերգախված է Ֆրանսահայ հիշողության վրա, ֆրանսական պաշտպանության խոստումը։ 1919-ին առաջին համաշխարհային պատերազմի ապարդին Օսմանյան ցեղասպանութենեն բրգված հայերը գրգին սկսան հավատալ ազգային վերածնունդի հույսին։ Ֆրանսիայի մանդատի ներքո գտնվող Կիլիկիան հայկական բարձրաբանտագին հարավային կոդիներեն մեկը եւ միջնատարյան հայկական թագավորության օրաներեն ազատագրվեցավ ֆրանսական զորքերու եւ մասնավորապես արևելյան լեգիոնի միջոցով։ Երակույն դրոշները ծածանեցան Ադանայի, Մարաշի եւ Այնտաբի մեջ։ Ֆրանսացի զինվորական իշխանությունները կվստահեցնեին Կիլիկիահայերուն, թե անոնք ապահով են եւ պիտի ունենան իրենց տուները, դպրոցներ եւ եկեղեցիները վերականգնելու կարելիությունը։ 1920-ի օգոստոս 4-ին ֆրանսական իշխանություններու ներկայությամբ Կիլիկիան հռչակեց իր անկախությունը։ Այդ օրերուն հազարավոր հայ փախստականներ վերադարձան Սուրիայեն եւ Լիբանանեն, հավատալով Ֆրանսիայի խոստումին իբրև հաղթական եւ ժողովուրդներու իրավունքներու երաշխավոր պետության։ Դիվանագիտական շրջադարձը Ֆրանսան փախվելով նյութական ծանր փերի եւ իր զորքերու ներկայությունը պահպանելու դժվարություններուն ընտրեց նոր ուղղություն։ 1921-ի հոկտեմբեր 20-ին Ֆրանսան ստորագրեց Անկորայի համաձայնագիրը ինքնահռչակ եւ աբորինի կեմալական վարչակարգին հետ։ Տարածաշրջանի գայունության եւ զորքերու անվտանգության բادرվագով Ֆրանսան բարձրացավ դուրս բերել իր բանակը Կիլիկիային, գործնականորեն ճանչալով թրքական վերահսկողությունը այն տարածքին վրա, ուր դակավին կբնակեին տասնյակ հազարավոր հայեր։ Սպանությունները, արտագաղթը եւ մորցված ողբերգությունը։ Ֆրանսական զորքերու հերանալեն ամենչափեսի հետ կեմալականները վերադիրացան Կիլիկիո տարածքին։ Մարաշի, Այնտաբի եւ Ադանայի մեջ նորեն սկսան գոդորածներ։ Հայկական գյուղերը այրեցան։ Բնակչությունը կամ սպանվեցավ, կամ բռնությամբ իսլամացվեցավ, կամ ստիպված փախավ դեպի Սուրիա եւ Լիբանան։ Կիլիկիան ամբողջովին զրկվեցավ իր բազմատարյան հայկական ներկայությունեն։ Գործադրվեցավ հողերու դիմաց ցեղասպանություն քաղաքականությունը նույն ձևով, ինչպես 2023-ի սեպտեմբերին գրկնվեցավ Արցախի հայերուն դեմ։ Հիշողության բացը ֆրանսական գիտակցության մեջ։ Ֆրանսիայի մեջ այս պատմական իրադարձությունը մինչև այսօր գրեթե անծանոթ է։ Ազգային հիշողությունը նախընտրած է պահպանել Ֆրանսիայի հայերուն պաշտպանի գերբարը 1915-ի ողջակույն տարիներուն կամ ցեղասպանության ճանաչման չանկերուն մեջ։ Սակայն լքված Կիլիկիան կմնա ֆրանսական քաղաքատիրական եւ դիվանագիտական պատմության մորցված էջերեն մեկը։ Դեպի պատմական ճանաչում եւ փոխհատուցում։ Այսօր թարմը անց 2025 թվականի հոկտեմբեր 20-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը հիշելով այս թարն իրադարձության 104-րդ տարին կգոչե Ֆրանսային վերադառնալ այս նյութին նոր լրջությամբ, ոչ թե վրեժխնդրության, այլ ճշմարտության եւ արդարության ոգով։ Կիլիկիայի լքման ճանաչումը պիտի նշանակե Ֆրանսիայի հավատարմությունը իր հռչակած համընդհանուր արժեքներուն եւ պիտի վերականգնե բարոյական արդարությունը այն ժողովրդի հանդեպ, որ իր հույսն ու ապավենը դրած էր Ֆրանսիայի վրա։ Հարգելի հայրենագիտներ, բարոն Արմենակ Աբրահամյանի նյութը ամբողջությամբ կարելի է կարդալ այցելելով Western Armenia TV կայք։ Ֆինլանդան, որը ներկայիս կնախագահե Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազམ་ագերբության մեջ կանգնած է կարևոր ընտրության առաջ, վերաիմաստավորել թե պահպանել Միսկի խումբի թերը իբրև Լեռնային Ղարաբաղի Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ ճանաչված ձևաչափ։ Սարեցված բայց չեղարկված մանդատ։ Միսկի խումբը ստեղծված է 1992-ին ՀՀԳ-ի հովանավորությամբ նպատակ ունենալով խթանել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ։ Սակայն 2020-ի պատերազմեն եւ Ադրբեջանի գոմեն Արցախի տարածքի գրավումեն հետո խումբը փաստացի անկորձության մատնվեցավ, թեև իրավական առումով դերևս չլուծարված։ Բաքուն կհայտարարե, թե Միսկի խումբը հինցած է, մինչդեռ Մոսկվան եւ Վաշինգտոնը
իրավապանությունը նվազեցուցած են անոր թիվանակիդական առաջնահերթությունը։ Այնուամենայնիվ, հայ իրավապաններու եւ թիվանակետներու կարծիքով, քանի դեռ ՀՀԳ նախարարներու խորհուրդը պաշտոնապես չէ չեղարկած մանդատը, այն կշարունակե ունենալ իրավական ուժ։ Հղում միջազգային իրավունքի վրա Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհուրդը Ֆինլանդիայի արտաքին գործոց նախարար Էլինա Վալտոնենին ուղղված նամակով հրավիրած է բահել Միսկի խումբի մանդատը եւ ապահովել Արցախի դեղահանված հայերու վերադարձի իրավունքի իրագործումը։ Այս իրավական բարդավորությունները հիմք կստեղծեն ՀՀԳ-ի հսկողության միջազգային մեխանիզմի համար դեղահանվածներու գամավոր եւ ապահով վերադարձը երաշխավորելու նպատակով։ Հելսինկին իրավունքի եւ թիվանակիտության խաչմերուկի մեջ այս հարցը խորհրդանշական նշանակություն ունի Ֆինլանդիայի համար։ 1917-ի դեկտեմբեր 31-ին Ռուսաստան կճանչնա Ֆինլանդիայի անկախությունը ընդամենը 2 օր հետո այն հայտարարությանեն, որով խորհրդային կառավարությունը ջանցավ նաև Արևմտյան Հայաստանի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս պատմական զուգադիպությունը այսօր կօգտագործվի որպես խորհրդանշական փաստարկ։ Ժողովուրդներու ինքնորոշման իրավունքը ընդհանուր արժեք է երկու երկիրներու համար։ Եվրոպական հետևողականության փորձակար։ Ֆինլանդիայի իբրև Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր դիրքորոշումը ուշադիր կհետևի միջազգային մակարդակով։ Եթե Հելսինկին պաշտպանե Մինսկի խումբի բաբանման գաղափարը, անիկա կրնա դիտվել իբրև Եվրոպայի թիվանակիդական ինքնուրույնության դրսևորում ընդդեմ բազմագոմ ձևաչափերու թուլացման։ Հակառակ բարակային մանդատի լուր հրաժարումը կնշանակե ՀՀԳ-ի թերագդարության նվազում եւ 1975-ին Հելսինկիի մեջ ձևավորված եվրոպական անվտանգության համագործակցային ձևի թուլացում։ Իրավունքի պաշտպաններու կարծիքով այս հարցը գերազանցեր է միայն հայկական խնդիրը, այն կվերապերի միջազգային իրավունքի գերագայության եւ ռազմական ուժի գերիշխանության միջև բախման։ Մինսկի խումբի աբական այժմ ֆինլանդական դիվանագիտության ցերքին գտարնա Եվրոպայի կարողության չափանիշ պաշտպանելու այն սկզբունքները, որոնք ինք Եվրոպան ստեղծած է։ Հարգելի հայրենագիտներ, բարոն Արմենակ Աբրահամյանի նյութը ամբողջությամբ կարելի է գարտալ այցելելով Western Armenia TV կայք։ Ազնավուր ընտանիքը եւ Ազնավուր հիմնադրամը խոր վիշտով կհայտնեն Շարլ Ազնավուրի սիրելի կրոջ Այդա Ազնավուր Գարվարենցի մահվան մասին։ Այդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանին իր յետին ցկելով գեղեցիկ, սիրով, ուժով եւ ընտանիքի հանդեպ նվիրված կյանք։ Ծնած ելալով քաղցի ճանապարհին, անիր եղբոր հետ կգիսեր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու Փարիզի դաստիարակությունը, այլև ողջ կյանքին չերմ գաբով մնաց անոր հետ։ Անոնց կապը անչափ ամուր էր, հենված ընդհանուր պատմության, երաժշտության եւ մարդոց հանդեպ անսպար սիրո վրա։ Այդայի կյանքը գամուր չէր սերունդներու միջև։ Ան վգան էր փոփոխություններու, ստեղծագործության եւ թիմադրության թարու։ Այդան ողջ կյանքը ապրեցավ Ազնավուրյան ընտանիքի արժեքներուն հավատարիմ։ Փարությամբ, հավատարմությամբ, խոնար եւ արվեստի եւ մարդկության ուժին հանդեպ աներեր հավատքով։ Այդա Ազնավուրի ընտանիքը շնորհակալություն կհայտնեն բոլորին, ովքեր արտահայտած են իրենց ցավակցությունները եւ գիսած Այդայի մասին չերմ հիշողությունները։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կցավակցի եւ կգիսե ընտանիքի վիշտը։ Արևելյան Հայաստանի ազգային ժողովի նիստին Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատեց իշխանությունները, նշելով, որ Ադրբեջանի գոմե Արցախի բռնակրավման հետևանքով Հայաստանը գործընծուցած է ցորենի մատակարարման շուրջ 20%-ը։ Անոր խոսքով իշխանությունները ներկայիս կփորձեն դուրսեն ինչ-որ բան մուրալ։ Պատգամավոր ընդգծեց, որ անհրաժեշտ է բազմազանացնել արտահանման շուկաները եւ ապրանքները, սակայն այս իրավիճակը ներկայացնել որպես ապաշրջապագում անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը ոչ մեկ քայլ արած է, որ իր դարածքով թեկուզ ճանապարհ մը բացվի, շեշտեց ան։ Ի պատասխան ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը նշեց, որ ներգրվող ծորենը պիտի կա ավելի աժան քան Ուկրաինային։ Լիբանանի տնտեսական եւ հասարակական ճգնաժամը կխորանա։ Այսօր այնտեղ հազարավոր մարդիկ զրկված են անգամ ամենաանհրաժեշտ պայմանները։ Լիբանանցին գաբրի մարդու դարական իրավունքներու խախտման պայմաններուն տակ։ Օժանդակենք լիբանանահայության, օրինակ վերցնելով մեր անցած փորձեն։ Մեր կենտրոնական կառույցները գիտեն թե ինչպես եւ ուր է ամենաշատ անհրաժեշտ այդ օգնությունը։ Թող մեր աջակցությունը դառնա լույս Լիբանանի հայ համայնքի համար, որբեսի այն շարունակե գոյատևել եւ պահպանել իր ազգային ոգին։ 5-րդ ալիքի պատրաստած ընկնելով երկինք շարժապատկերային ֆիլմը, որը կպատմի հռչակավոր ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին, հաղթող ջանցված է Մոսկովյան միջազգային կինոփառատոնին։ Ֆիլմը կներկայացնի երկրորդ համաշխարհային պատերազմին հերոսի սխրանքներն ու հերոսական վախճանը, ցուցադրելով իր բացառիկ կաճությունը եւ հայրենասիրությունը։
CNN միջազգային լրատվական գայքը հրապարակած է աշխարհի 50 լավագույն հացերը ցանկը։ Ցանկին մեջ ներառված են ավանդական հացեր տարբեր երկրների՝ Մալազիային մինչև Վենեսուելա, Գերմանիային մինչև Թուրքիա, Աֆղանստանեն մինչև Հայաստան։ Լավագույն հացերու ցանկին մեջ ընդգրկված է հայկական լավաշը։ Ներառված են նաև Թուրքիո մեջ հայտնի սիմիտը, խրթխրթան օղակացև հաց, բադված քնջուտի սերմերով։ Նշված է, որ հացը միայն սնունդ չէ, այլև մշակույթի, պատմության եւ ինքնության արտացոլումը։ Յուրաքանչյուր հաց կպատմե իր երկրի եւ ժողովրդի կենսակերպը։ Սնունդի համար ճամփորդողները կգնան այս ցանկը օգտագործել որպես ոգեշնչում իրենց ճանապարհորդության համար։ Ստեփանագերդի ռուսական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանին կհայտարարի դերասանական անվճար դասընթացներու ընդունելություն։ Մասնակիցներուն կսպասե հագեցած ծրագիր, ինչպես նաև հրաշալի առիթ կատարելու առաջին քայլերը դերասանական մասնագիտության ճանապարհին։ Նոր թատերաշրջանին առաջին ներկայացումը դեղի պիտի ունենա 2026 թվականի հունվարին։ Հանդիսատեսը պիտի վայելի Անտոն Չեխովի արչը եւ առաջարկություն ներկայացումներու հիման վրա բեմադրված Չեխովյան ոճով ներկայացումը, որ բեմադրված է Արմեն Մարգարյանի գոմե։ Ստեփանագերդի ռուսական դրամատիկական թատրոնը կգործե հայ-ռուսական մշակութային միության աջակցությամբ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։